Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդկուիսին։ Նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Բարձր գնահատելով երկկողմ ակտիվ համագործակցությունը, Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ընդգրկում է ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում տարբեր ուղղություններ, անդրադառնալով միգրացիոն կառավարման եւ ոստիկանության ոլորտներում գրանցված արդյունքներին, նախարար Սարգսյանը ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ ձեռքբերումներն ու բանակցային ոստիկանության կայացման ուղղությամբ աշխատանքները։ Դեսպան Էվա Սունդկուիսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ ունի Շվեդիայի թագավորության արտաքին քաղաքական օրակարգում։ Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը, դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ամրապնդելով միգրացիայի կառավարումը եւ ինտեգրացմանը ծրագրի մեկնարկին։ Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, բիոմետրիկ համակարգի ներդրման եւ այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործընթացին։ Նշվել է, որ ընթացիկ տարում կմիավորվեն փրկարար ծառայության եւ ոստիկանության, իսկ 2026 թվականին նաեւ շտապօգնության զանգերը։ Այս համատեքստում կարևորվել է նաեւ շվեդական փորձը։ Քննարկվել է նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության միջոցով աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ նախատեսվող քայլերը։ Կողմերը ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառանոցում եւ իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախ գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով պատետ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում Toyota-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։ Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ Toyota-ն հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Լավագույնս մշակված ռազմավարական մոտեցում, ռազմավարական ծրագրեր, միջոցառումներ եւ վերջնարդյունքում փոփոխություններ, որոնք տեսանելի կլինեն հասարակության շրջանում։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարությունը սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։ Ներկայային ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների, արդարադատության նախարարության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ընդգրկուն միջոցառումներին նշել է, որ ռազմավարական ծրագիրն այդ համատեքստում ունի առանձնակի կարևորություն։ Նրա խոսքով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, թիրախային խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները։ Փորձագետ Արնոլդ Վարդանյանն իր խոսքում նշել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման սկզբունքներում կարևոր են միջազգային փորձի ուսումնասիրությունը, առաջնահերթություն պահանջող խնդիրների որոշակիությունն ու առկա ռեսուրսների գնահատումը։ Շեշտվել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, նախանշվել են ոլորտի խնդիրներն ու անելիքները։ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի շրջանակում ներկայացված առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։
Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ, կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի
Տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։